Հասմիկ Հակոբյան, համեցեք։ Շնորհակալություն։ Պարոն Այվազյան, մի արատավոր երևույթ եմ վերջերս նկատում ընդդիմադիրների կողմից, տարբեր գործերով զբաղվող քննիչների են թիրախավորում, իսկ հիմա մի level են բարձրացել եւ զոհվածի ծնողի մասնակցությամբ այդ հայտնի գործով զբաղվող քննիչի լուսանկարն է իրեն թույլ տալիս հրապարակել ընդդիմադիր պատգամավորը եւ այդ քննիչի վերաբերյալ մասին վիրավորական արտահայտություններ իհարկե գրառում կատարելով, այս ամեն ինչի վերաբերյալ ձեր կարծիքն եմ ուզում լսել, ձեր վերաբերմունքը, ինչ է սա, եթե ոչ ճնշում անկախ նախաքննական մարմնի վրա։ Շնորհակալ եմ շատ հարցի համար, Տիկին Հակոբյան, տեսեք, երբ որ մենք զբաղվում ենք աշխատանքով, որը որոշ չափով հանրային է, տեսանելի է, եւ միշտ չի, որ հանրության բոլոր շերտերի համար ցանկալի արդյունք ենք մենք արձանագրում կամ ցանկալի գործողություն կատարում հանրային բոլոր ներկայացուցիչների համար, դրանով պայմանավորված մենք, այսպես ասած, սովորենք, որ պետք է քննադատվենք, երբեմն քննադատվում ենք մեղադրվող կողմից, մյուս դեպքում անգամ տուժողների կողմից, անգամ վկաների կողմից, հա, ինչու կամ ինչու ցուցմունք տամ, ինչու արձակնվեմ, կամ ինչու իմ շահերը լիարժեք ավելի լավ չպաշտպանվեն, եւ այսպես բնականաբար շահերի բախում է անդադ տեղի ունենում եւ թիրախավորվում է շատ դեպքում քննիչ, շատ դեպքերում թիրախավորվում են հենց քննիչները։ Իհարկե վիրավորանքը խրախուսելի չէ, վիրավորանքը ցանկալի չէ, ոչ մի կերպ դա չի կարող խրախուսվել կամ ընդունվել, բայց հաշվի առնելով շատ էմոցիոնալ հարցեր, շատ էմոցիոնալ դրվագներ, բնականաբար քննիչները փորձում են ավելի ըմբռնումով մոտենալ եւ սա մեր աշխատանքն է եւ ցանկացած անձով կփորձի վիրավորել քննիչին, թող մի պահ հիշի, որ այդ աշխատանքը որևէ մեկը պետք է այս երկրում կատարի։ Չկա որևէ երկիր, որտեղ չի իրականացվի միջնադատական վարույթ եւ միջնադատական վարույթ իրականացնող ցանկացած անձ բնականաբար չի կարող իր գործողություններով բավարարել բոլորի պահանջները եւ ապահովել բոլորի կողմից ներկայացված այդ խնդիրները կամ պահանջները։ Այսքանը։ Շնորհակալ եմ հարցի համար։